Ոչ մի բան Հորքուր։ Ոնց թե ոչ մի բան։ Բա որ ոչ մի բան ինչի՞ ես լացում։ Հորքուր էս առաքիչներից մեկը բռնց կամարտիկա։ Պապան իմ պատճառով է իրան հանել։ Դրա համար էլ էս գործն է անում։ Հա։ Ես էլ ասում եմ որտեղից է դեմքը ծանոթ։ Էս են տղեն չի որ Գրիշոյիս հետ կռիվ արեց։ Ափսոս չէի հիշում, հա, թե չեմ երկու բան կասեի։ Լավ էլի Հորքուր։ Դու ինչ ես լացում։ Ինչի՞ է պապան քո պատճառով հանել։ Միասին ա տեսել։ Չգիտեմ ոնց բացատրեմ Հորքուր։ Մի քանի անգամ ենք իրար տեսել, բայց գլխիցս դուրս չի գալիս։ Երևի սիրահարվել եմ։ Ճիշտ է ինքը իրան շատ վատ է պահել։ Բայց որ դու սիրահարվել ես, կներեմ։ Ամեն լացելու պատճառ չունես։ Այդ տղան էլ իր աշխատանքն է անում։ Երևի այս գործով իր ընտանիքն է պահում։ Հա, դժվար է, բարդ գործ է, բայց լացելու պատճառ չկա։ Ես կխոսեմ Հունանի հետ չմտածես։ Հորքուր ես ինձ վատ չեմ զգում, որ ինքը այս աշխատանքն է անում։ Բացարձակ։ Ես ուղղակի վատ եմ զգում, որ իմ պատճառով ինքը սպորտից հեռացել է։ Որովհետև իր տեղը հինգում է ինքը հետ ասիրում, ինքը դրանով է ապրում։ Իսկ հիմա իմ պատճառով ինքը լրիվ ուրիշ աշխատանք է անում։ Լեա սիրահարվել է։ Գիտես, որ փոքր էր, լացելով գալիս էր մոտս ասում էր. «Հոգուր նայի, Լելան լացում է»։ Չէր կարողանում ասել Լեա։ Ես իմացա ինչ կանեմ Հորքուր։ Յա, այս ինչ կտրուկ որոշում էր։ Ոնց է երևում, որ Հունանիս աղջիկն ես։ Վայ Լեա։ Իմ սիրուն։ Այլ չլացես։ Գտար Լեոյի։ Չէ, պապի, զանգում եմ չի պատասխանում։ Ուր պիտի գնացած լինի առավոտ կշերանա։ Ոչ պարապունք ունի, ոչ մրցույթ։ Չգիտեմ, բայց ինչ-որ բան մտածել է։ Ու եթե ինչ-որ բան մտածել է, որի մասին մենք չգիտենք, նշանակում է վատ բան է մտածել։ Դու ինչի դասի չես գնում։ Ես մեռնեմ սենց տնից դուրս չեմ գա, բացառված եմ։ Ու ես ծերեն։ Հենց հիմա։ Դրա շորերը հավաքում ես ու լցնում ես զիբիլը։ Դրա ոտնել էլ չտեսնեմ տանը, հասկացար ինձ։ Ինչ ա եղել։ Չենք քննարկում։ Հենց հիմա ասեցի, այդ շորերը դրա հավաքում ես, լցնում ես զիբիլը ու չենք քննարկում։ Անցի գործի։ Նենց լավ ենք շփվում, Լեա։ Սպասի էլի մի վարկյան։ Ինչ ես անում։ Շատ կարևոր բան։ Այդ կարևոր բանը անուն չունի։ Միրգոն։ Ալո։ Բարև ձեզ, առաքանի ունեք, չէ։ Բարև ձեզ, այո։ Հարմար է, հիմա մոտեցնեմ։ Ինձ թվում է, հա, ուղղակի ինձ չեք մոտեցնելու, նվերի համար է, էլի։ Դուք այդ նշված հասցեով գնացեք, եթե հանկարծ տանը մարդ չլինի, ինձ զանգ արեք։ Ես այդ հարցը կկարգավորեմ։ Շատ լավ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Լեա, այդ ինչ նվերը ում համար է։
Ես ինչի եք կռվել։ Դու դավաճան ես։ Հա, քեզ այդքան է կասեմ։ Հենց իմ արածը դավաճանությունն է քոնը, չէ։ Թքել եմ սենց ընտանիքի վրա, որ անդադ մարդիկ կարան կողքից խառնվեն, քիթները խոթեն մեր ընտանիք, մեր ջերմ ու լավ հարաբերությունները խառնեն։ Էռնա, ես քեզ սիրել եմ։ Ու մեր հարաբերությունները միշտ փորձել եմ ամուր պահեմ։ Ու հանուն քեզ լիքը բան հանդուրժ եմ։ Հա, հասկացանք, ավոնա, սխալվեցի, սխալս ուղեցի, բայց կարելի է այդքան։ Հենց դուք սխալներ չեք արել, էլի։ Դու աղբերդ միշտ ճիշտ եք եղել։ Այդ որ աղբերդ բոլորի մոտ, սրան, նրա մոտ փորձում ես ցավացնի, ինձ անդադ ստորացնի, այդ հաճելի է, այդ քեզ դուր է գալի, բա հանդուրժել եմ, կերել եմ, Դու մի հատ հունան չկարողացար ես ընտանիքից հեռու պահես, անդադ քիթը խոթելով ապրեց ես ընտանիքում։ Հնես չի, որ ավոն խփելու, կռվելու ձևերը չգիտի, բայց չեմ արել, հանուն քեզ, որ քեզ չցավացնեմ, իսկ դու չես հասկացել այդքանը, չես գնահատել, հա թե ոնց ավոն սխալվել է, պտի միջը վերջ գնանք։ Հիմա հարց եմ տալի քեզ, ոնց եք նայելու իմ աչքերին, քուր աղբեր։ Ամոթա։ Տարոն։ Տարակ։ Ասածը տիրեք հասցեներով էլ տարել ենք։ Ապրեք։ Հələ մի րոպե ուր ես գնում, բա փողը։ Ինչ փող։ Ոնց ինչ փող, այսօրվա տարոն։ Այսօր ինչ փող այ ախպեր, նախ էլ մե տարի տենան կարում ես, չես կարում, հետո նոր կհասկանանք, փողից կխոսանք։ Վռած ես։ Սենց բաներ մի արա, փողս տուր գնամ տարոն։ Այ ախպեր, էսի լուրջ, հիմնարկած թե ուրիշ մարդիկ եկան, հələ պետք է նստենք, խոսանք, հասկանանք։ Ինչը հասկանանք, ձեռ ես առնում։ Չէ ինչ ձեռ առնել։ Տարոն, քեզ շատ վատ ես բան, փողս տուր գնամ, պետք է այդ փողը ինձ։ Այստեղ չի ջոգում, ապեր, կպի գործերիդ, հələ դի հարցա դու ստե աշխատում ես, թե չես աշխատում։ Լսի, մինչև հասնեմ տուն, փողերը քարտից նստած են։ Եթե տենց չեղավ գալու եմ ստեղ ու ողերդ հատ ջարդեմ, թա վերնել կուղարկեմ։ Գժվել է էսի արա։ Լսում եմ։ Ինա, ես ընդամենը քո հետ կիսվել էի ու խնդրել էի, որ Հունանին ոչ մի բան չասես։ Ապրես, հաստրեցիր նրան, որ կռվեցին, ծեծեցին իրար։ Էս էիր ուզում։ Էռնա, մի հատ հանգստացի ու ինձ լսի։ Չէ, չեմ ուզում քեզ լսեմ, հերիքա, վերջ, չեմ ուզում։ Ավոն իմն է, լավն է, վատն է, իմն է, իմ ընտրությունն է, իմ ընտանիքն է։ Շնորհակալ եմ, հասակ նրան, որ քանդեցիք ընտանիքս։ Իսկ հիմա գնացեք ամեն մեկը ձեր լիարժեք կյանքը վայելելու։ Ես վախենում եմ մենակ մնալուց։ Ինչի՞ս է արեցիք։ Ով էր ձեզ թույլ տվել։ Ոնց որ լավ լուրջ ես տրամադրված, հա։ Ես ամեն բոյիս էլ լուրջ եմ տրամադրված։ Լսել եմ ասել ես մենակ Լեոյի հետ ես ուզում մենամարտես, ճիշտ է։ Հիմա էլ եմ այդ ասում։ Բայց ինչի՞ տենց ուժեղ մրցակից է խաբար, չէ՞։ Հարցը ուժեղ տիպը չի։ Հարցը արդարությունն է։ Հա, բա տենց ասա, այ ախպեր։
Խորնում է ինձնից արդեն։ Ոչ մի բանի չեմ ուզում կպնեմ։ Ոնց որ աբորիգեն լինենք։ Կարաս սուս մնաս։ Որ իմանամ սուս մնալով հոսանքը արտադրվելու մի 3 օր հաստատ սուս կմնամ։ Առանձնապես խոսալու բան էլ չունեմ։ Մանան ինչ ես ուզում։ Ուզածդ ինչ է։ Չես տենում, որ լավ վիճակում չեմ, որ չեմ կարող այդ անտեր լույսի փողը մուծեմ։ Ինչ ես եկել ես շնչիս։ Մարդ հեղի մի քիչ։ Բայց ինչ ես գոռում։ Աղջիկ ջան, ինչ կլինի գնաս սենյակդ վեր ընկի, հերիք եղավ։ Ուր էիր։ Գործի։ Նախ ինչ գործ ու որ զանգում եմ ինչի չես պատասխանում։ Չէի կարա պատասխանեի։ Հարց տվեցի։ Ինչ գործ։ Տարոնի մոտ։ Չհասկացա։ Այդ ինձ ասում ես տարոնի հետ գործ մի բռնի դու ես գնում այդ գործանը։ Հա, վերջում էլ տալիս բերանը ջարդում եմ։ Ինչեր ես խոսում, դուք գազան չեք։ Ուրիշ բան չէի կարող անել, պապի, փողերս չէր ուզում տար։ Բայց տվեցի մրթին, ոչինչ։ Խելոք կուղարկի։ Հալելույա եղիցի լույս։ Որ անկապ չխոսած չի լինի, չէ՞։ Իզուր մի փորձի մեկա չեմ կռվելու։ Դու չես էլ կարա հետս կռվես։ Լավ, վերջ, հերիք եղավ։ Լեո, ես ինչ է։ Նվեր տուփա։ Եվ ումից։ Ոնց հասկացա այդ շորերի համար, որ նկարվել եմ իրանց կողմից է։ Ու ես ոնց հասկանանք, երիտասարդ։ Որ հասկանամ քեզ էլ կասեմ։ Բայց շոտ տիպն ես դու, հա, ինչ որ շուտ զարգացար։ Շատ լավ է, ինչ ա եղել։ Իրավունք չունի նվեր ստանալու։ Ինձ այդքան նվերը չի անհանգստացնում, պապի, ինչքան փողը։ Դե երևի ինչ որ մեկը շատ գոհ է մնացել քո աշխատանքից։ Ուրիշի աշխատանքը գնահատելու փոխարեն լավ կլինի մտածես աշխատելու մասին։ Այ լավ էլի, պապի։ Թող ինքը մտածի իր սովորելու մասին։ Հազիվ է դա կարողանում անի։ Աշխատող մարդուն խելք է պետք, ձգություն է պետք, որը ինքը չունի։ Օրվա հերոսը ոնց որ Լեոն էր։ Մոռացեք էլի շրջվեցիք իմ դեմ։ Որովհետև Լեոն մեծ տղա է, ու մենք վստահ ենք, որ ինքը իր հարցերը կկարողանա լուծի։ Չէ, Լեո։ Հա։ Ուր տղա ջան։ Ստեղ եմ, պապի։ Լեոնը սիրտը սկսեց արագ աշխատել։ Չէ, դե պատասխանի։ Ալո։ Բարի օր։ Բարև։ Այս նվերի տուփը դու ես ուղարկել։ Ինչ նվեր։ Ոնց հասկացա, այն հագուստն է, որը որ գովազդել եմ, մտածեցի դու ես ուղարկել։ Չէ, ես գաղափար չունեմ։ Կարողա ձեր կազմակերպությունն ուղարկել դու չգիտես։ Չեմ կարծում։ Նվերի հետ փող էլ կար։ Իրոք։ Լավ կգտնեմ նվեր ուղարկողին։ Չհավատաց։ Հեսա փորփրել է ուղարկողին գտնի։ Դե լավ էլ արագ գտել էր, ինչի շեղվեց։ Գիժ ես նոր, որ իմացավ ես եմ վերջից կտա։
Եթե դու աշխատանքը թողելու հասել ես իր մոտ, այդ նշանակում է, որ սերը խեղդում է։ Սերը խեղդում է, ինչ խոսք։ Բայց կհամբերեի ու չէի հասնի այստեղ, եթե քրոջդ ագրեսիան չլիներ։ Բայց ագրեսիան ու հեռնան այդ հականիշներ են։ Մինչև բանը հասնում է թյուրիմացություն ավոյին։ Իսկ եթե ավելի պարզ։ Ինչ ես արել դրան, որ քուրդ ինձ էր զանգել ու անկառավարելի ձևով վիրավորում էր։ Այսինքն Քրոջը թվում է, որ ավոն իրեն ավելի հարազատ է, քան ես ու դու։ Ես չեմ պատկերացնում այդ աղջիկը ինչ աստիճան կույր է։ Դա եթե կույր է, աչքերը կվիրահատեն, կսկսի լավ տեսնել։ Արի։ Ուր ենք գնում։ Նոր ասացի, գնանք, քրոջս աչքերը բացենք։ Եթե ժամանակին եղբորս մահակույլ չտայի ու հունանի թևի տակ չմտնեի, այսօր հունան այդքան չէր առիթավորվի։ Գնամ նվերը ուղարկողին գտնեմ։ Գնում ես նվերն ուր ես տանում։ Որ հետ տամ մանան։ Խելագար ես տղեն։ Խելագար չի, ազնիվ տղա է։ Հա պապի գոնե փողը թողներ, դրա կարիքը կարծում եմ շատ ունենք հիմա։ Մանան կարաս սուս մնաս։ Հələ մի րոպե։ Ես կարող է հունանն քեզ ուղարկել, որ հետևես ինձ։ Կարող է շպիոնություն ես անում։ Չափը ճանաչի ջահել։ Լսի հարց տվեցի քեզ։ Ինչը մնում է իմ չափն իմանալուն։ Ես շատ լավ գիտեմ։ Ինչը քո մասին չէի ասի։ Չէ, սենց չեղավ։ Լավ դաստիարակություն չես ստացել։ Չգիտես թե մեծերի հետ ոնց են խոսում։ Լսի իմ դաստիարակության վրա չկասկածես, է։ Ես գիտեմ ում հետ ոնց եմ խոսում։ Դու հունանի շպիոնն ես, դրա համար էլ տենց եմ խոսում հետդ։ Լսի տղա ջան։ Լեո։ Լեո։ Հետո մեծ ես խոսում։ Լեո։ Որը լկակդի։ Լեո։ Էսով է։ Հասկացել եք ձեր սխալը, եկել եք ավոյից ինձ ներողություն խնդրելու։ Հատկապես ավոյից։ Հավաքվի գնում ենք։ Ուր ենք գնում։ Մեր տուն։ Սրանից հետո մեր հետ կապրես։ Բայց ես եմ ավոյի տունը։ Ինա, ինչ ես անում, վերջացրու մի հատ, մի արա։ Հավաքվի։ Սրանից հետո մեր տանն ես ապրելու։ Չլսեցիր ավոտ ինչ ասեց։ Ես առանց ավոյի ոչ մետեղ չեմ գալու։ Կներես իհարկե, բայց ավոյիդ չենք պատրաստվում պահել մեր տանը։ Հենց որ հավաքվի գնանք։ Ես ոչ մետեղ էլ չեմ գալիս։ Ինչի համար։ Չեմ հասկանում քեզ դուր է գալիս ստորացված լինելը, անտեսված լինելը։ Կամ այդ ինչա քեզ տալիս դա։ Նույնիսկ իր ներկայությունից է քեզ զրկել։ Եթե դու չխառնվեիր մեր ընտանիքին, ամեն ինչ ուրիշ ձև կլիներ։ Դու քո ներկայությամբ քանդեցիր իմ ու ավոյիս ընտանիքը, գողացար մեր երջանկությունը։ Մի հատ նորից ասա, ցնդած։ Ինա։ Ինչ, հունան, չես լսում ինչա խոսում։ Նեա։ Ինչ
ասումը ճիշտ է ասում։ Մարդը իր կարծիքն է արտահայտում։ Ապրես։ Շատ ապրես քուրս։ Հունան։ Լսրան նայ որ դաստիարակությանը սա կպնում։ Չասա ես քու։ Հետո վեր ինչի եք վիճում հետը։ Ունանի շպիոններ, պապի։ Ինչ գործ ունի մեր տանը, ինչ էր ուզում քեզանից։ Ես էլ եմ ուզում այդ parzeի, պապի, թե ինչի է մեր տան մոտ։ Բայց նես փախավ չհասցրի մատ բերանը ջարդեմ։ Աչուցախ բերան ջարդելով չի կարելի, ցավդ տանեմ։ Պապի լավ էլի, նրանք ովքեր քեզ տեղը չեն բերում, պետքա մի երկու անգամ մրտներին ուտեն, որ հասկանան որը որից հետո է։ Լավ վերջ։ Հիմա ես վերցնում ես ու տուն են գնում։ Արի։ Ինչի համար։ Որովհետև եթե մարդկանց մտքով անցել է քեզ նվեր անեն, ընդունի այդ նվերը։ Եղավ անշնորհք բաներ մի արա, ներսանցի։ Պապի մի րոպե։ Ես էլ պետքա parzեմ այս նվերը ում կողմից է։ Ներսանցի ասում եմ, վերջ։ Խոսա, որ սիրտդ չկանգի։ Դու պատկերացնում ես իմ քուրը ինձ ասում է, իմ երջանկությունը դու ես գողացել։ Լավ դե Հունան, հիմար բաներ է խոսում։ Որ ձեռքս չբռներ մի լավ կապտակեի, որ ուշքի գար։ Մի հատ հավաքի քեզ։ Միակ մարդը ում պետք է հավաքել, այդ քույրը տա։ Մեր թանկ փեսան լավ ուղեղը լվացել է։ Ես ոնց դրան չսատկացրեցի։ Ոնց թողեցի այդ տականքը մտնի քրոջս կյանք։ Ես ինչ ճակատագրական սխալ արեցի ես։ Չնայած ինչ որ առումով քուրս երևի ճիշտ է։ Ես եմ երևի իր երջանկությունը գողացել։ Ախր մարդ պետք է առնվազն ուրացող, անշնորհակալ լինի, որ քո հետ նման կերպ վարվի։ Դու հիմա քրոջս մասին ես խոսում։ Գիտես քրոջդ ոնց եմ սիրում։ Բայց եթե սենց պատասխանի պիտի քեզ արժանացնի, ես նրան հանգիստ կարող եմ իմ կյանքից հեռացնել։ Այդ իմ քուրը չի։ Այդ տականքի շուրթերով է խոսում ուղակի։ Կապ չունի, դու քրոջդ համար այն եղբայրն ես եղել ու մեծ սենց վարվել չէր կարելի։ Դու լսեցի չի ասում, դու իմ երջանկությունը գողացար։ Ես քեզ միշտ զգուշացնում էի։ Շատ մի խառնվի, բաց թող։ Մի օր քո դիմաց են դնելու եւ խնդրեմ, այսօր մարդը շատ սիրուն ձևով մեզ իր կյանքից դուրս շպրտեց։ Ինչքան մտածում եմ, այդքան գժվում եմ։ Ոնց է դա կարողացել քրոջս ուղեղը այդքան լվա։ Եթե միշտ բացակայ է կյանքից, միշտ։ Ինքը բացակա լինելով միշտ ավելի գնահատված է եղել, քան մենք, որ միշտ ներկա ենք եղել։ Ու կլինենք։ Վեցյարուն եմ, վեցն էլ սիրուն, յոթն էլ աննման, մեկը էստեղ, մեկը այնտեղ, մեկն էլ էսա։ Այս աղջիկը փչացնելու սինդրոմ ունի կոնկրետ։ Չի թողում ոչ երգես, ոչ մեքենա վարես, Ասա Էռնա ջան, ինչ ես ուզում ինձանից հանգիստ թողելի։ Չէ, այս աղջիկը կոնկրետ սիրում է փչացնի։ Բեում է քաշել ախպորը էլի։ Ասա Էռնա ջան, զբաղված ենք։ Քոպես պարապ-սարապ թարմական ջման չեն գալի։ Վեց յարուն եմ, վեցն էլ սիրում, յոթն էլ աննման։
Ով խնդրում եմ պատասխանի, դու հիմա ինձ շատ ես պետք։ Լավ էր ժամանակին դուրս եկա, հա։ Իսկ ով էր, պապի։ Լեոն ասում է Հունանի շպիոնն է։ Արի ու հասկացի։ Կարևորը թողած ինչի հետևից եք ընկել։ Իսկ որն է կարևորը։ Դե օրինակ են, որ մենք հիմա այս վիճակում նստած ենք, իսկ մեր հերոսը գումարն առավ, տարավ։ Ախր մեզ այդ օթու ջրի պես պետք էր։ Լեոնը ինչ արել է, շատ ճիշտ է արել։ Ինչն է ճիշտ արել։ Ինքը ուղղակի անխելք է։ Ոնց կարելի է գումարն առնել գնալ են դեպքում, երբ մենք մութ ու ցուրտ տան մեջ նստած ենք։ Սենց եք տուն պահում։ Խելոք մնա, թե չէ չեմ նայ որ աղջիկ երեխա ես, ձերից մեջ կառնեմ, հա։ Պապին ճիշտ է ասում։ Բերանդ փակի, անշնորհակալի մեկը։ Ճիշտ է, պիտի միշտ ձեզ գովան, որ լավը լինեմ, չէ։ Այս որ թիվն է, որ լույսերը անջատեն, մենք էլ մութ ու ցուրտ նստենք։ Դուրը չի գալիս, հանգիստ կարող ես գնալ։ Գնա քեզ լուսավոր ու տակ տուն գտի։ Պապի, ես մենակ մի բան չեմ հասկանում։ Մենք ոնց սրա դասիրակության մեջ սս թերացանք։ Ճիշտ ասել անամոթություն, հա։ Հա, ինչ կլինի վերկած գնա, հա։ Գնա սենյակդ։ Սպանեք բրծեք։ Փնթալու փոխարեն ավելի լավ է վերկած գնա դասի, ամել այսօր թատերականում փորձի ես։ Այ մարդ իրա ինչին է պետք փորձը, բեմը, հենա մեր տունը բեմա սարքել սաղորը խաղում է, ուղղակի ծափ տվող չկա։ Շատ ծիծաղալու էր։ Իսկ ինձ դասի ուղարկողների համար եւս մեկ անգամ հիշեցում։ Առանց գլուխ լվանել տնից դուրս չեմ գալու։ Ում են պետք մաքուր մազերդ, եթե գլխիդ մեջ ուղեղ չկա։ Ձենդ չլսեմ։ Վերկած սենյակդ գնա։ Վերջ։ Հիմար խոսում եմ, բան տեղ մի դիր։ Երեխայը չի հասկանում ինձ ծանր կյանք։ Ինչ դժվար բան է, չի զգում։ Չի զգում, որովհետև չենք թողել, որ զգա պապ։ Բայց մի բանում ճիշտ է։ Սենց տուն չեմ պահում։ Տեղս չեմ գտնում։ Այդ հիմարի խոսքերին ուշադրություն մի դարձրու խնդրում եմ։ Երբեք ուշադրություն չդարձնես։ Ես հո գիտեմ, ով է պահում այս տունը, ով է ինձ թևուտիկ ունք լինում, հա։ Դե լավ, պապի, մի ճոխացրու։ Չեմ ճոխացնում։ Ես երեխան չի հասկանում, բայց ես ու աղբերը դու հասկանում ենք։ Ինչ խոսք, լավ ռեստորանում եք։ Իհարկե ախպերս, մեր մոտ տենց է։ Եթե անում ենք, ուրեմն գերազանց պետք է անենք։ Եթե գերազանց շիրնելու ավելի լավ է չանենք։ Լավ կարող է խոսել։ Իհարկե, նույնը բոքսում։ Եթե բռնցք համար, ուրեմն լավագույն ձևով։ Հենց որ դու հաղթելու ես ախպերս։ Հա, պիտի հաղթեմ։ Բայց չեմ կարա չխոստովանեմ, որ Լեոն նույնպես լավ մարզիկ է։ Ախպորպես դրա անունը մի տու էլի։ Լսի, ես հարգում եմ իրան թե որպես մարդ, թե որպես մարզիկ։ Հարգի ախպերս լավ ես անում, բայց ախպորպես գոյվախտ միացնես կփռես ոտերի տակ տենակ էլի։ Թող հաղթի լավագույնը։ Այ ախպեր ասում եմ դու ես հաղթելու վայ, ես այդ հարցերը արդեն հոգացել եմ հանգիստ տեղի։ Քել նստի։ Մոտենակ մեզ մի հատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էս ինչի եք ինձ ուղարկել։ Կներեք, սա ինչ է։ Չափազանց մեծ նվեր ձեր կողմից։ Այսինքն իմ կողմից։ Չգիտեմ ձեր ընկերության, իմ կողմից գովազդվող ապրանքանիշի։ Նման բան չկա, սա ինչ որ սխալմունք ա եղել, եթե նման բան լիներ, ես անպայման տեղյակ կլինեի։
Դուք նստեք, հիմա ես Լեայի հետ կխոսեմ, միգուցե նա պարզաբանում տես ամենին։ Չէ, պետք չի։ Ես ինքս կճշտեմ այս ինչ թյուրի մածությունը։ Մի րոպե, արքղը։ Հա, կներեք։ Չգիտեի, որ ստեղ ես։ Ես էլ չգիտեի, որ ձեր ընկերության կողմից նվեր եմ ստանել։ Հա? Այդ ինչ նվեր է։ Երևի դու ավելի լավ կիմանաս։ Չէ։ Ճիշտն ասած ես տեղյակ չեմ։ Հատկապես ես։ Այս գումարը։ Երիքա խաղաս։ Լսի, ես որ քո այդ հոնգուր արցունքները տեսնում եմ, չէ, սիրտս թուլանում է, վատանում եմ։ Ախր ես շատ վատ խոսացի Հունանիս հետավ, շատ վատ։ Ինչ ես քեզ կոտորում, հա։ Դու ասել ես այն, ինչ մտածել ես, ոչ մի բառ ավել ու պակաս։ Չէ, հենց դա շատ վատ եմ խոսել։ Լսի, սրտումդ եղած բոլոր խոսքերը տարիների կուտակվածն է եղել, ուղղակի դուրս է շպրտել։ Ավ ես ում հետ ասեի, կարայի սենց խոսել, բայց ոչ Հունանեց։ Հասկանում ես, չեմ կարողանում ինձ ներել։ Ես ինձ արդեն ավելորդ եմ զգում, գիտես։ Ինչի։ Դու իմ պատիվն ես պահել։ Դու աղբորը տեղը ցույց ես տվել հանուն մեր ընտանիքի։ Իսկ որ հիմա քեզ դրա համար դու մեղադրում ես, նշանակում է, որ փոշմանել ես։ Հա, փոշմանել եմ, որովհետև համ դու ես ինձ համար կարևոր, համ էլ Հունանես։ Ես։ Էռնա ես պետքա լինեմ առաջին տեղում։ Բայց ինչի եք ինձ ընտրության առաջ դնում։ Սիրուն բան չի անընդհատ հիշացնելը, բայց պարտավոր եմ հիշողությունը թարմացնել։ Եթե ես քո կողքին չլինեի, դու քո հիվանդությունը չէիր հաղթահարի։ Իրոք այդքան անճար մարդու տպավորություն եմ թողնում քո մոտ, որ որոշել ես ինձ օգնես, այն էլ փողով։ Լեո, ես անկեղծ ուզեցել եմ քեզ օգնել։ Մի շարունակի։ Դու ինձ շատ վատ դրության մեջ ես դրել։ Ես քեզանից օգնություն չեմ խնդրել։ Կներես։ Ես ինձ չվերաբերող հարցերի մեջ եմ խառնվել։ Շատ շնորհակալ եմ, որ անհանգստանում ես իմ համար։ Բայց ես ու իմ ընտանիքը սովորենք աշխատել ու վաստակել։ Ուրիշ ձև մեր կյանքում չի եղել ու չի էլ լինի։ Արի սենց անենք, Լեո։ Այդ դեպքում դու կարող ես նվերներից հրաժարվել, բայց գումարը վերցնել։ Լսել չեմ ուզում։ Դե գոնե պարտքով վերցրու, մինչև Լավ, մերսի։ Ասեցի չեմ ուզում։ քեզ շատ հարցեր լուծելու համար գումար է պետք։ Ու խնդրում եմ չասես, որ տենց հարցեր չկան։ Կան։ Շատ խնդիրներ կան։ Տանն էլ խնդիրներ ունեմ։ Բայց ես դրանք ինքնուրույն կլուծեմ, Լեա։ Բայց ոնց պիտի լուծես, եթե բռնցքամարտի հետ կապված էլ խնդիրներ ունես։ Հիշի ճանապարհ միշտ էլ կա։
Որ լավ ման գամ հաստատ կգտնեմ։ Էդ ինչի տենց ուրախացել։ Հողի ճարն էլ տեսա։ Լուրջ։